Զրուցում ենք քաղաքագետ Արամ Ավետիսյանի հետ։ Այսօր թերթերից մեկը գրել է, որ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Մոսկվա եւ ըստ թերթի տեղեկությունների Ռուսաստանի նախագահի աշխատակազմի տեղակալը նշանակվել է մեր ուղղությամբ համակարգող եւ ասվում է, որ այդ նշանակումը պատահական չէ։ Կխնդրեմ մեկնաբանեք տեղեկատվությունը։ Նախ եւ առաջ հրապարակ թերթը ես եւս կարդացի այդ հոդվածը, գրել էր, որ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ եւ նրա իսկ ջանքերով, այսպես ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջ տեղեկալ Սերգեյ Կիրիենկոն նշանակվել էր այսպես պատասխանատու մեր ուղղությամբ։ Ես նշեմ հատուկ անտեղյակների համար, որ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունից առաջ Ռոբերտ Քոչարյանը եւս մեկնել էր Մոսկվա եւ հանդիպել էր Սերգեյ Կիրիենկոյի հետ եւ Սերգեյ Կիրիենկոն դեռ այն ժամանակ զբաղվում էր այդ ուղղությամբ, թող հեքիաթներ չպատմեն մեր հանրությանը եւ տեսանք այդ ամեն ինչի արդյունքը, այդ fake լուրերի, այդ այսպես շատ էժանագին քարոզչության 2021 թվականին մենք ուղղակի ականատես եղանք, երբ ուղղակի հայ ժողովրդին խաբեցին եւ պարզվեց, որ մարդիկ դուրս չեն եկել պայքարի, որ հեռացնեին Նիկոլ Փաշինյանին, ուղղակի դուրս են եկել պայքարի, որպեսզի խորհրդարանում իրենց մասնակցությունը ունենան եւ այսպես անդիմադիրի քողի ներքո զբաղվեն ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչը որ մենք այս տարիների արդյունքում ականատես եղանք եւ պատահական չի, որ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամները եւ նրա հետ փոխկապակցված անձինք 2021 թվականից սկսած շատ մեծ գումարներ են աշխատում Հայաստանի Հանրապետությունում, տենդերներ են հաղթում, այսպես խնդիր չունեն ընդհանրապես, չնայած որ նրանք համարում էին Նիկոլ Փաշինյանին, կհիշեք, թուրք, այսպես Արցախը հանձնող դավաճան, բայց ոնց հասկացանք, լավ էլ լեզու են գտել իրենց իսկ կողմից բնորոշված դավաճանի հետ, այս հերթական այսպես մամուլում այս հաղորդագրությունը ես համարում եմ կազմակերպված դիվերսիոն փորձ քաղաքագիտական տեսանկյունից հայ հանրությանը եւս մեկ անգամ ապա կողմնորոշելու եւ քանի որ գիտեք որ Ռոբերտ Քոչարյանը իր որդու հետ միասին պատրաստվում է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին եւ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի համար այդ ընտրությունները լինելու են այսպես էգզիստենցիալ հարց եւ նա ամեն գնով պետք է կարողանա ուղղակի խցկել իր որդուն ապագա խորհրդարան, այս հանրատեքստում նա ուղղակի այսպես անընդհատ հանրությանը շեղող այսպես լուրեր են տարածում, թե իբր նա, չգիտեմ, Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել է, նրա ընկերն է, չգիտեմ, Սերգեյ Կիրիենկոյին ինքն այնտեղ ջանքեր գործադրել, որ նշանակեն այս ուղղության վրա պատասխանատու, սա նորից եմ նշում էժանագին ուղղակի քարոզչություններ եւ չի բացառվում վաղ օրինակ որ այդ թերթերից մեկը գրի, որ Ռոբերտ Քոչարյանը Լիզբոն այցելել եւ Շապուի հետ հանդիպել, դա հերու չի նրանցից, դա արվում է մի բանի համար, որպեսզի մեր հայ հասարակությանը, հայ ժողովրդին ուղղակի ապա կողմնորոշեն եւ իրական ընդդիմադիր այսպես պայքարից, ընդդիմադիր գործիչներից, որոնք որ այսօր փորձ են անում համախմբել հասարակությանը եւ դուրս գալ իրական պայքարի, սա այդ տեխնոլոգիաները կիրառում են, որպեսզի այդպես միշտ Ռոբերտ Քոչարյանին տրենդի մեջ պահեն եւ միշտ մեր հանրությանը, իսկ գիտեք մեր հանրության մի զգալի մասը շատ լավ վերաբերմունք ունի ռուսական կողմի նկատմամբ որպես մեր դաշնակից, ուղղակի նրանք փորձում են այդ ձայները կոնսոլիդացնել եւ դրա այդ ձայների կապիտալիզացիան ուղղակի այսպես օգտագործեն 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համատեքստում, ուրիշ այլ նպատակ ես չեմ տեսնում այստեղ։ Ռոբերտ Քոչարյանը նաև դասախոսների հետ հանդիպմանը խոսել էր ընդդիմության միանալուց եւ ասել էր, որ կոնկրետ նպատակի շուրջ այո հնարավոր է համախմբվել, բայց նայած թե այդ համախմբվել ասելով ինչ ենք հասկանում։ Դուք ինչ կասեք, ինչ է նշանակում նախագահի այս մեկնաբանությունը եւ առհասարակ այսօր մեր քաղաքական իրավիճակով պայմանավորված հնարավոր է որևէ կերպ համախմբում լինի ընդդիմադիր ուժերի կողմից։
Դե Ռոբերտ Քոչարյանի շուրջ հնարավոր համարում եմ ես, որ համախմբում կլինի, որովհետև նրանց նպատակը մեկն է՝ գալ իշխանության եւ ուղղակի թալանել Հայաստանի Հանրապետությունը, որը որ տարիներ շարունակ նրանք ուղղակի գիտականորեն դա ապացուցել են եւ շատ մեծ փորձ ունեն այդ համատեքստում, այդ կտրվածքով որ դիտենք, հնարավոր համարում եմ ուղղակի 2020 մեկ թվականին կհիշեք նրա շուրջ եւս շատ մեծ համախմբում եղավ նախկին կոռուպցիոներներ ուղղակի այդպես կերակրատաշտից այդ զրկված մարդիկ, որոնք որ ուղղակի զրկվել էին, շատ արագ համախմբվեցին Ռոբերտ Քոչարյանի շուրջ եւ եթե ուշադրություն դարձնենք նաեւ այնտեղ մարդիկ էին, որոնք տարիներ շարունակ եղել են այդ քրեաօլիգարխիկ համակարգի մեջ, բայց շատ արագ Սերժ Սարգսյանից տանջատվեցին եւ իրենց կարճ ուղեղով նրանք ուղղակի մտածում էին, որ իշխանության է գալիս Ռոբերտ Քոչարյանը, դրանք համախմբեն Ռոբերտ Քոչարյանի շուրջ, գնացին համախմբվեցին եւ այդ համախմբման դասական օրինակներից մեկը հենց Վահե Հակոբյանն էր նախկին Սյունիքի մարզպետ, որը որ Սերժ Սարգսյանի, Միքայել Միրասյանի այսպես աճեցրած կադրն էր համարվում, նա շատ արագ դավաճանեց նրանց, համախմբվեց Ռոբերտ Քոչարյանի շուրջ, հետո տեսակ որ Ռոբերտ Քոչարյանը իշխանության չեկավ, որովհետև Ռոբերտ Քոչարյանին իշխանություն պետք էր չէ, նրան պետք էր ուղղակի խորհրդարանում ազդեցություն ունենալ, որպեսզի քաղաքական առևտուր սկսեր իշխանությունների հետ։ Այդ համատեքստում Վահե Հակոբյանը նրանց էլ դավաճանեց, այսօր գտնվում է օրինակ Դուբայում, իսկ նրա եղբայրը տնային կալանքի մեջ է այդ կոռուպցիոն սխեմաների հետ կապված։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանը երբ ասում է հնարավոր է այդպես համախմբել կամ ինչ-որ նպատակի շուրջ, կյանքում ամեն ինչ էլ հնարավոր է, բայց նախ եւ առաջ մենք պետք է հասկանանք, թե նպատակը որն է։ Մենք ոնց հասկանում ենք, այս մարդկանց նպատակը լրիվ այլ է։ Իսկ այդ նպատակի շուրջ գիտեք, որ միշտ էլ համախմբվողներ կլինեն, որտեղ որ խոսքը գնում օրինակ Թալանի, Կողոպուտի ուղղակի մեծ գումարների մասին, միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնք որ կգնան այդ գաղափարի նպատակի շուրջ կհամախմբվեն։ Այլ հարց է, որ ես կարծում եմ մենք պետք է թույլ չտանք, որ հայ ժողովուրդը, մեր հայ հասարակությունը եւս մեկ անգամ, ինչպես տարիներ շարունակ սխալվի ուղղակի, եւ ես կարծում եմ, որ քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդկանց նաեւ նպատակը պետք է լինի, որ այս ամեն ինչը ուղղակի թույլ չտանք։ Եվ եւս մեկ հարց, մի քանի տարի առաջ բոլորն հենց հատկապես ընդդիմադիր ուժերը ասում էին, որ մենք չենք գնա հաջորդ ընտրությանը, որ բանը դրան չի հասնի եւ Նիկոլ Փաշինյանը օր առաջ դուրս կգա իր պաշտոնից, իր գահից, այսպես ասած, բայց այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ այսօր լավ էլ բոլորը պատրաստվում են այսպես նոր ընտրություններին։ Ինչ է լինելու, իսկապես բոլորը այսպես պատրաստվում են այդ ընտրություններին, թե այնուամենայնիվ մինչեւ ընտրությունները մենք նոր գործողությունների ականատես կլինենք։ Դե մենք ականատես կլինենք իմ կարծիքով ավելի շատ պայքարի իմիտացիայի, որը որ տարիներ շարունակ ականատես ենք եղել, իսկ այսպես ավելի խորքային տեսանկյունից եթե դիտարկենք, միանշանակ ոչ բոլոր ուժերը, բայց մեծամասնությունը պատրաստվում է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, բայց մինչ այդ ընտրությունները ես կարծում եմ, որ մենք ականատես կլինենք այդ պայքարի իմիտացիային, այդ գոլորշի բաց թողմանը, որովհետև այդ ուժերը, որոնք որ օկուպացրել էին այսպես փողոցը տարիներ շարունակ, կհիշեք հայրենիքի փրկության շարժում, դիմադրության շարժում, Սրբազանը դուրս եկավ փողոց, այս մարդիկ, այս արարածները ուղղակի տարիներ շարունակ հասկանալով, որ Հայաստանի Հանրապետության ներսում ստեղծվել է պայթունավտանգ իրավիճակ, եւ ամեն րոպե հնարավոր է որ ուղղակի այսպես մեծ պայթուն լինի քաղաքական տեսանկյունից, դրանք ուղղակի այդպես փողոցը օկուպացրել էին եւ այդ համատեքստում ես ծառայություններն էին մատուցում նաեւ իշխանություններին իմ կարծիքով, բայց նորից եմ նշում, որ իմ կարծիքով եւս մեկ անգամ իմիտացիա կլինի, փորձ կլինի այդպես փողոցային պայքար բեմադրել եւ հերանկարը եւ
նրանց բոլորի նպատակը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին իրենց ուղղակի մասնաբաժինը խորհրդարանում ունենալն է եւ այդ ամեն ինչը գլխավորում է եւ այսպես նրանց առաջատարն է համարվում այսօր Ռոբերտ Քոչարյանը, որից նաեւ հետ չի մնում նաեւ Սերժ Սարգսյանը, որը որ եւս փորձում է այդպես սխեմաներ մտածել, գծագրեր իրականացնել եւ եւս իր մասնաբաժինը ունենալ։ Այս ամեն ինչի հետ մենք գործ ունենք ոչ թե ինչ-որ հայրենիքի փրկության, ինչ-որ Արցախի վերադարձի, Արցախի ժողովրդի մասին մտածելու, մենք գործ ունենք դասական ուղղակի այսպես իշխանության ռեսուրսների այդպես պայքարի հետ եւ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանալու որ այս մարդկանց իշխանությունը պետք է միայն գումար աշխատելու համար այս տարիների ընթացքում նրանց հնարավորություն տվեց եւ ասեց այսպես աղբեր ջան ձեզ գումարա պետք է գաք փող աշխատեք նա հիմա այդ փողը տալիս եմ ձեզ աշխատեք էլ ինչ եք ուզում իզնից այսինքն այս ամեն ինչի հանրագումարը որ sense վերուց ենք հասկանանք ամեն մեկը զբաղվում է իր գործով ցավոք սրտի մեր ընդդիմությունը խորհրդարանական այսօր ուղղակի ծաղրատուի կարգավիճակում այս ամեն ինչի արդյունքում եւ պատմության ուղղակի աղբանոցում է հայտնվելու